Վարդապետական 33 Սուրբ գրային օրենքները Գլուխ 7 Եթե մեկը հոգուց ու ջրից չծնվի, Սուրբ հոգուց չկնքվի, 2 Կորնթացիների 1:22, Եփեսացիների 1:13, չապաշխարի ու Աստծո խոսքի ջրով չլցվի ու սուրբ ու կատարյալ չդառնա, չի կարող Աստծոյ թագավորությունը մտնել, հոգով մկրտվել։ Որովհետև երբ մարդը Սուրբ հոգով կնքվում է, սրբանում, 1 Կորնթացիների 1:2, և Հիսուս Քրիստոսի նշանածն է դառնում, 2 Կորնթացիների 11:2, բայց դեռ իր հին մարդու քայքայած չլինելու պատճառով նա շատ դիվական և աշխարհիկ ցանկություններ է ընդունում դևերի կողմից և կատարում, ու իր հոգևորապես թույլ լինելու պատճառով, որ հարատևում է այդ մեղքերի մեջ, կռապաշտ ու շնացող է համարվում ըստ այս սուրբ խոսքերի։ Ովսե 1:2, 4:12, Հակոբոս 4:4։ Իսկ որ Հիսուս Քրիստոսը սուրբ ու անբիծ և անարատ է, չի կարող մի շնացողի, մեղանչելեն չդադարողի հետ ամուսնանալ և մեկ մարմին դառնալ, որովհետև ինչքան էլ այրը սուրբ լինի, ու երբ շնացողի մոտենա ու նրա հետ հարաբերվի, շնացողի հետ մեկ մարմին կդառնա և շնացող կհամարվի ըստ այս սուրբ խոսքերի։ 1 Կորնթացիների 6:16։ Բայց որ Հիսուս Քրիստոսը սուրբ ու անարատ է, ու հավիտյան շնացող չի կարող դառնալ, լավ իմացեք, ով մեղանչելուց չդադարող և շնացող մարմնավոր հովիվներ ու հավատացյալներ, որ դուք երբեք Հիսուս Քրիստոսի կինը դառնալ չեք կարող և նրա համար ճշմարիտ զավակներ ծնել ու մեծացնել չեք կարող, և նրանից էլ երբեք բարի ծառայի ու հավատարիմ տնտեսի վարձքեր չեք ստանա։ Իսկ հիմա, ով հովիվներ և եպիսկոպոսներ, որ ձեզ սնոտի հույսեր տալով մտածեք, թե այս եկեղեցի հաճախած բազմաքանակ հավատացյալները բա ի՞նչ են, եթե ոչ Աստծո որդիներ։ Ես ձեզ Տիրոջ հոգով վկայում եմ և Աստծո սուրբ խոսքերով ապացուցում եմ, որ այդ ձեր եկեղեցիները հաճախած բոլոր մարմնավոր հավատացյալները, որոնք երկար տարիներ է ապաշխարում են, բայց դեռ չեն դադարել մեղք գործելուց, Տիրոջը խոսքերին հակառակ քայլեր անելուց, այդ հավատացյալներին Սուրբ Գիրքը անիծյալ ու չար զավակներ է անվանում։ 2 Պետրոս 2:14 և գեհենի որդիներ, Մատթեոս 23:15։ Ուրեմն ով հովիվներ, պարծեցեք Տիրոջմով ձեր ժողովրդի ոչ թե քանակով, թեև քանակը շատ կարևոր է, այլ որակով։ Ես ավելի կնախընտրեի ունենալ 10 ճշմարտապես ապաշխարած ու հոգով մկրտված և հոգու ձայնից կառավարվող ու կատարյալ սուրբ կյանք ապրող ու քարոզող, հրաշքներ ու բժշկություններ անող ճշմարիտ Աստծո որդիներ, քան թե մեղանչելուց չդադարող, մարմնավոր և աշխարհասեր, չար ու անիծյալ հազարավոր ու անգամ 10 հազարավոր շնացող հավատացյալներ։ 2 Պետրոս 2:14, Հակոբոս 4:4, որոնք մի օր Աբրահամի Իսմայել որդու պես դուրս են շպրտվելու ու երբեք երկինք չեն մտնելու ու կատարյալ սուրբ կյանք ապրողների և հոգու ձայնից կառավարվողների հետ բաժին չեն ունենալու։ Գաղատացիների 4:29-30։ Ուրեմն ով հովիվներ, մի պարծեցեք, խոտան
ու խոզի կյանք ապրող մարմնավոր հավատացյալներով, որովհետև եթե նրանք մնան այդ մարմնավոր վիճակում, երբեք երկինք չեն գնա։ Իսկ եթե նրանք երկինք չեն գնալու, ուրեմն ձեր աշխատանքն ու ջանքը անօգուտ է ու փուչ, եւ երբեք էլ չեք վարձատրվի Տիրոջ կողմից։ Իսկ հիմա, ով խոնար հովիվներ, լսեցեք Տիրոջ հոգու խորհուրդը ձեզ իմ նման ոչնչի բերանից։ Եթե ուզում եք իմանալ, թե ձեր հոտի գառնուկները ու ոչխարները փրկություն ունեն, ուրեմն պետք է Տիրոջմով հսկեք, որ նրանք քայլեն միայն ու միայն Հիսուս Քրիստոսի քայլած փրկության ճանապարհով, որովհետև միայն այդ նեղուփշոտ ճանապարհն է առաջնորդում երկինք։ Մատթեոս 7:13-14, Հովանու 14:6։ Եվ այդ ճանապարհը սա է, որը ցույց է տրված նոր կտակարանում ուղղակի ձևով Հիսուս Քրիստոսի և առաքյալների կյանքերի միջոցով, իսկ հին ուխտում բազում խորհուրդներով։ Եվ այդ ճանապարհը սա է. Հիսուս Քրիստոսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո հավատացյալը պատվիրաններին ծանոթանալուց և հոգով լավ սերտելուց ու իր մեծ մեղքերը հասկանալուց ու խորը զղջալուց հետո պետք է կյանքի մեղքերի խոստովանություն տա հոգով կնքված և հոգով մկրտված ու միայն հոգու ձայնից կառավարվող հովվին կամ հոգով հաղթած եպիսկոպոսին։ Հայտնություն 3:5, 12:21։ Ինչպես ժողովուրդն էին խոստովանում Հովհաննեսին, Մատթեոս 3:6, նրա հոգու ձայնը լսելուց հետո, Հովանու 1:32-33։ Խոստովանելուց ու դառը զղջալուց հետո այդ հավատացյալը իրավունք ունի ըստ այս համարների աշխարհից զատվելով ջրով մկրտվի։ Մատթեոս 28:19, Գործք Առաքելոց 8:12-13, 16, 36:37, 10:47, 16:15, 19:5։ Ինչպես իսրայելացիները Եգիպտոսից զատվեցան ու Կարմիր ծովով անցան, որը հենց ջրի մկրտության խորհուրդն ունի։ Ջրով մկրտվելուց հետո պետք է բոլոր այդ մկրտվածները Սուրբ Հոգին առնելով հոգով թլպատվեն, իրենց եկեղեցու ճշմարիտ հովիվների ձեռքերը իրենց վրա դրվելով։ Գործք Առաքելոց 18:17-18, 19:5-6, որը հենց հին ուխտի մարմնավոր թլպատության խորհուրդն ունի, որ մարդը հեթանոսությունից դառնում էր Եհովային, թլպատվում էր և թլպատությունից հետո սուրբ ժողովուրդ էր համարվում, բայց երբ թլպատվելուց ու սրբանալուց հետո դառնար և սուրբ օրենքներն ու պատվիրաններին հակառակ անգամ մի քայլ աներ ու չդադարեր այդ չար ցանկությունից, անպայման մեծ դատապարտություն էր կրելու իր թլպատված լինելով և Եհովայի միայն անունով ժողովուրդ կոչվելով հանդերձ։ Նույնպես էլ այդ Սուրբ Հոգին առած ու հոգով կնքված, թլպատված ու սրբացած հավատացյալները (Ա Կորնթացիների 1:2) եթե Սուրբ Հոգին առնելով չզատվեն աշխարհից, ճշմարտապես չապաշխարեն ու կատարյալ սուրբ չդառնան (Մատթեոս 5:48, Ա Կորնթացիների 11:1, Ա Պետրոս 1:15-16, Ա Հովանու 1:7, 2:6) և հոգիով չմկրտվեն ու հոգու ձայնը չլսեն, որ այդ ձայնից կառավարվելով գնան ու հազարավորների դարձի բերեն Սուրբ Հոգու զորությունով,
որ դա է միայն Տիրոջ հրամանը, փափագը ու նպատակը ըստ այս սուրբ համարների։ Մատթեոս 28:19-20, Մարկոս 16:15, Հովանես 15:5-8։ Այդպիսի մարմնավոր հավատացյալներից Սուրբ Հոգին հեռանալու է շատ շուտ, և այդ մեղանչելուց չդադարող անիծյալ չար զավակը ավելի մեծ դատապարտություն է կրելու այն մարդու պես, որ Տերը իր քանքարը Սուրբ Հոգին ետ առավ։ Ուրեմն հավատացյալը Սուրբ Հոգին առնելուց հետո պետք է այդ հոգու զորության միջոցով բաժանվի աշխարհից և նրա բոլոր դիվական գործերից, ցանկություններից ու հաճույքներից։ Գործ Առաքելոց 2:40, Ա Կորնթացիների 5:10, Բ Կորնթացիների 6:14-17, Եբրայեցիների 13:13, Եզրաս 10:10-11, Նեհեմիա 9:2, Սաղմոս 45:10։ Եվ պիտի նվիրվի Ավետարանի երկարաժամյա ու ամենօրյա սերտողությանը։ Հեսու 1:8, Սաղմոս 1:2, Գործ Առաքելոց 17:11, Ա Պետրոս 2:2 և անդադար աղոթքին ու հաղորդակցությանը։ Ղուկաս 18:1, Եփեսացիների 6:18, Կողոսացիների 4:2, Ա Թեսաղոնիկեցիների 5:17։ Ու դրանից հետո պետք է Տիրոջմով հսկի ու պատերազմի, որ օրեցօր ավելի շատացնի գիրք սերտելու և աղոթելու ժամերը։ Այս անսահման ու Քրիստոսի ուզած նվիրվածությունը ցույց տալուց ու չնահանջելուց հետո սատանան շատ մեծ հալածանքներ է հանելու այս Տիրոջը նվիրված քրիստոնյայի դեմ, որպեսզի իր դեսպանների միջոցով կարողանա այդ քրիստոնյային հեռացնել ամենօրյա գրքի սերտողությունից և անդադար աղոթքից և հաղորդակցությունից։ Իսկ եթե քրիստոնյան միշտ լռի ու խեղճանա և Քրիստոսի անվան զորությունով ու մտային աղոթքով պատերազմի, Տերը միշտ դուրս կգա և կպատերազմի սատանայի ու իր դեսպանների, չար մարդկանց ու դևերի հետ, և ամեն հոգևոր քամին ու փոթորիկը կխաղաղեցնի, և սատանային իր լեգիոնային զորքերի հետ միասին կխորտակի այդ քրիստոնյայի ոտքերի տակ և պատերազմի հաղթանակը նրան կշնորհի ու կասի. «Զավակս, դու ինձանով հաղթեցիր»։ Ու հավետ կհաղթես, եթե միշտ լռես և հոգով պատերազմես։ Իսկ որ այս ապաշխարող քրիստոնյան կրակի անապատային փորձություններով լի ճանապարհը Տիրոջմով անցնում է ու բացարձակապես հետև չի նայում ու տրտնջում, և աշակերտության գինը վճարելով Ղուկաս 14:26-33, Փիլիպպեցիների 3:7-8, բաժանվում է ամեն թանկագին իրերից ու ինչքերից և շատ սիրելի իր անունից ու հարազատներից, և անարգվելով, չարչարվելով, նախատվելով ու խայտառակվելով և փառքազուրկ լինելով, Աբրահամի ու Հոբի պես սատանային ապացուցում է, որ ինքը ոչ ոքի ու ոչ մի բանի Աստծուց առավել չի սիրում։ Ու եթե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը դառնալու կանոնը, հրամանն ու օրենքը դա է, և ուրիշը չկա բացի սրանից, ես պարտավոր եմ հնազանդվելու և անվերապահորեն կատարելու։ Ղուկաս 14:26-33։ Իսկ եթե չկատարեմ, չպահեմ աշակերտ դառնալու այդ սուրբ գրային օրենքները,
որպես խոսքը ծռողի ու չկատարողի և մեղք գործողի, պիտի դատապարտվեմ ըստ այս սուրբ խոսքերի։ Հակոբոս 2:10, Հայտնություն 22:19։ Եվ այդ քրիստոնյան կրակի անապատային փորձություններով լի ճանապարհը անցնում է, որը խաչի նեղ ու փշոտ ճանապարհի խորհուրդն ունի, որովհետև այդ ճանապարհի մեջ քայլելիս մարդուն գերող ու պղծող հին մարդը, ադամական եսը, Հռոմեացիների 7:20, կրակի մկրտության միջոցով քայքայվում, Հռոմեացիների 6:6, ու փչանում է և դուրս է շպրտվում, ու մարդը հոգի դարձած, Ա Կորնթացիների 6:17, և Սուրբ Հոգու հետ խմորված ու մեկ դարձած, Մատթեոս 13:33, կատարելության է հասնում։ Մատթեոս 5:48, Ա Կորնթացիների 11:1, Ա Պետրոս 1:15-16, Ա Հովհաննու 2:6։ Եվ մի կարճ ժամանակ անձը խաչած պահելով և սրբության մեջ քայլելով, Աստծոյ կամքին համեմատ ստանում է հրաշքով Սուրբ Հոգու երկրորդ օծությունը, Հոգու մկրտությունը, և զորանալով սուրբ ու կատարյալ է դառնում։ Ա Պետրոս 5:10։ Ու Աստվածանից հոգևոր ճշմարիտ հովիվ դառնալու իրավունք ու զորություն է ստանում Մովսեսի պես, որպեսզի Սուրբ Հոգու հրամանով և նրա խոսող ձայնից կառավարվելով գնան Գործք Առաքելոց 13:2-4, 16:6-10, և Հիսուս Քրիստոսի ցրված հոտը հովվեն ու երկինք առաջնորդեն։ Եվ հենց այս Սուրբ Հոգու երկրորդ օծությունը հոգու մկրտությունն է, որ շատ կարևոր է փրկության համար, և ապաշխարող մարդուն պարգևում է աստվածային բոլոր հատկանիշները, և դրանցից շատ կարևորներն են սրանք՝ հոգով մկրտված և երկրորդ օծությունը ստացած հովվի երեսը պիտի փայլի արեգակի պես ըստ այս սուրբ համարների. Ելից 34:30, Գործք Առաքելոց 6:15, Բ Կորնթացիների 3:7-9։ Ինչպես Հիսուսի երեսն էր փայլում այլակերպության լեռան վրա և հարությունից հետո, այդ հոգով մկրտված հովիվը պետք է ըստ այս սուրբ համարների կատարի Սուրբ Հոգու զորությունով այն հրաշքներն ու բժշկությունները, որը կատարեց Հիսուս Քրիստոսը։ Մարկոս 16:16-20, Հովհաննու 14:12-13, 16:23-24։ Եվ նրանից հետո իր ճշմարիտ հետևորդները բոլոր դարերի մեջ։ Ա Թեսաղոնիկեցիների 2:14։ Այդ հոգով մկրտված հովիվը պետք է ամեն օր և ամեն ժամանակ իր անելիք յուրաքանչյուր բարի գործերի համար հրաման ու առաջնորդություն ստանա իր հրամանատար Հիսուս Քրիստոսից։ Երեմիա 1:7, Գործք Առաքելոց 8:26, 13:2-4, 16:6-10, Հռոմեացիների 1:13, 8:14, Ա Կորնթացիների 16:7, Գաղատացիների 5:17, Եբրայեցիների 6:3, և անվեհապահորեն պիտի կատարի դրանք ու ինքնագլուխ ու անձը փառավորելու համար ոչ մի բարի գործ անելու իրավունք չունի։ Գաղատացիների 5:17։ Այդ հոգով մկրտված հովվի արտաքին կերպարանքը, չկտրված մորուքը, Ղևտացիների 19:27, 21:4-6, և ներքին ու արտաքին սրբությունը
պետք է համապատասխան և նման լինի Հիսուս Քրիստոսին, ինչը որ ուներ նա երկրի վրա։ Եվ այդ հովիվը մարմնավոր և աշխարհիկ ոչ մի գործերով պիտի չզբաղվի, որպեսզի իր հրամանատար Հիսուս Քրիստոսի կամքը կատարի ու նրան հաճեցնի ըստ այս սուրբ ու անփոփոխ համարների։ Երկրորդ Տիմոթեոս 2:4։ Եվ նրա գործը ամեն օր պետք է լինի գիշեր ու ցերեկ ավետարանի սերտողությունը, աղոթքը և սուրբ խոսքերի և այս միակ սուրբ գրային վարդապետական օրենքների քարոզչությունը ու հոտերին հսկելը, որ չլինի թե իր հոտից անգամ մի տկար գառնուկ Տիրոջ խոսքից շեղվի, անգամ մի բանում և այդ չար դևերի կամքը կատարելով ու չդադարելով դժոխքի ճամփան բռնի։ Ուրեմն ով խոնարհ հովիվներ, այս նամակի 7-րդ օրենքի 18-րդ խոսքից մինչև 60-րդ խոսքերի մեջ ցույց տրվեցավ հոգու ներշնչանքով այն միակ նեղ ու փշոտ ու երկինք տանող խաչի ճանապարհի մեջ քայլող քրիստոնյայի հետ կատարվելիք շատ կարևոր բաները։ Ուրեմն ով հովիվներ, եթե ձեր հոտի յուրաքանչյուր հավատացյալը այս 18-ից 60-րդ խոսքերում ցույց տրված խաչի ճանապարհի որևիցե հատվածում չէ և միշտ դեպի ավելի լավին չի վազում խոնարհությունով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ուրեմն այդ հավատացյալը շեղվել է միակ փրկության ճանապարհից։ Մատթեոս 7:13-14, Հովհաննես 14:6։ Ու դևերի կամքը կատարելով դժոխք է առաջնորդվում։ Իսկ եթե ով հովիվներ, դուք նրան չզգուշացնեք ուղղության վրա չբերեք, նա իր մեղք գործելով կկորսվի, բայց Տերը նրա արյունը ձեր նման դետերի ձեռքից կպահանջի։ Եզեկիել 33:6, 7, 8։ Ուրեմն ով հովիվներ, լավ հասկացեք, որ փրկվելու համար շատ անհրաժեշտ է ձգտել ու հասնել բուն քրիստոսանման, անբիծ ու անարատ կյանքի, որը հաստատում և ապացուցում են այս սուրբ գրային համարները։ Մատթեոս 5:48, Ա Կորնթացիների 11:1, Ա Թեսաղոնիկեցիների 5:23, Ա Պետրոս 1:15-16, Ա Հովհաննես 1:7, 2:6